Ախպերս տղամարդ ես, գոնե մի անգամ էլ դու քֆուր տուր, լավ տղա ես վերջը վերջով։ Անկեղծ ասած չգիտե, որ տղամարդկությունը որոշվում է քֆուր տալով։ Հարութ, ուզում եմ քեզ ասեմ, որ լավ տղությունը քֆուր տալու մեջ չի կայանում։ Արի քեզ մի հատ օրինակ բերեմ։ Պատկերացրա դու մայրիկդ ու քույրիկդ միտեղ ման եք գալիս կամ էլ միտեղ նստած եք հաճելի ժամանակ եք անցկացնում։ Ու մեկ էլ մի պահ ձեր կողով անցնում են քո ասած լավ տղերքից ու այն ամենավերջին բառերով հայհոյում են։ Հիմա հարց, ինչքանով են իրանք քո համար լավ տղա ու տղամարդ։ Անցնենք առաջ, ինտերնետ հարդակն էլ է նույն բանը։ Ինձ նայում են մեր հայ կանայք ու հնարավոր է երեխեքը։ Ու հիմա դու պատկերացրա, ինչ օրինակ ես իրանց կծառայեմ, եթե իմ գաղափարը ցույց տամ քֆուր տալով։ Ու արի չմոռանանք ամենակարևորը, որ մենք քրիստոնյա ազգ ենք։ Աստված մեզ չի սովորացնում, որ մենք քֆուր տանք։ Ես հավատացյալ լինելով դեմ եմ քֆուրին։ Այո, իմ շատ հին վիդեոներից կան, որ միամիտ բերանիցս թրցրել եմ քֆուր, բայց ամոթից ելնելով ես ձենը իջացրել եմ ու երբեք չեմ արդարացրել իմ տված քֆուրը։